Հալո Սիլվա, լսի շատ երկու միտեմ, խեղճ Ռուբիկս 2 ժամը նստել է նամը պատերին։ Վստահ եմ վատ մե բաննա պատահ, բայց ջորած չեմ անում մոտիկանամ իրանից հարցնեմ։ Հետո սենց աջիբ ղարիբ բաներ անում։ Ճիշտ ինքը իր հետ խոսում է, հետո սենց գլուխ բանա շարժում։ Նոր մտածում եմ, 9 րոպե նստել եմ, ոչի մասին չեմ մտածել։ Սպորտից մեջ էլ միշտ այս բլուզի ֆիբրերից է գիրանում։ Քեսով այդ պորտից բան ան։ Ասում են մարդու քիթն ու ականջը ինչ-որ կյանքի վերջ մեծանում է։ Աղջի լուրջ ստրես եմ բռնել, հիմա ականջներն է բռնում ու քիթը։ Այս ականջ քորելուց լավոտ բան չկա։ Ոյ մեղո քեզ դեր հիմա սկսավ ականջը կորել։ Ստով լավն է, բայց բալնիկով օտար ալատալի։ Ոյ քյուլը բիթը դերերա քիթի։ Այն որ տեսամ ասում են մարդու բիթը իր քիթի չափը։ Էլի բրկը դրավ, էլի սկսավ նայել։ Այս լրությունը ինչ լավ բան է։ Սոված եմ։ Հա, չէ։ Մեսի խորոված կկպներ։ Հետո նա չորտ։ Առաջ չորտ, հետո ուտեմ։ Թե ուտեմ, հետո չորտ։ Չէ, արին արուր, ուտեմ, հետո չորտ։ Ինչ անում, ականջի մազերն ականդ։ Սակաջներից մեջ էլ երկար մազերը սկսեց դուրս գալ։ Չէ, երկար ժամանակ եմ Պուտին եմ նայում։ Հիմա մեկ քիչ են գետնի Պուտին կնա։ Լավ գնայ դու խոսամ բայ։ Վելի Ռուբիկ, քո բադբախտին ասի։ Չթաղեմ քեզ Ռուբիկ, վախած չար։